Բարի լույս, սիրելի ընկերներ, բարի լույս, հարգելի քաղաքացիներ, անցած շաբաթ նույնպես շատ լի էր իրադարձություններով, այդ իրադարձությունների մի մասը կանխատեսելին, մի մասը անկանխատեսելին, ցավոք սրտի այդ իրադարձությունների մեջ նաև քաղաքական հետապնդումների, քաղաքական բանտարկությունների բաղադրիչ կար, ինձ չի ուղղված է դիմացի մեքենային, ասում եմ հատուկ ընկերներից համար, որոնք անընդհատ պնդում են, որ ես լավ չեմ քշում, բայց դիմացից մեքենան է եկել ճանապարհին։ Քաղաքական բանտարկյալների թիվը մեկով ավելացավ, մասնավորապես Արշակ arczepiskopos Խաչատրյանը Փիքշաբթի օրը երեկոյան ձերբակալվեց, այնուհետև բնականաբար Մասացյոտնի դատարանում կալանավորվեց, որտեղ այնտեղ այլ որոշում ուղղակի լինել չի կարող։ Արքի դատավոր Մասիս Մելքոնյանի ձեռամբ, որ արդեն երրորդ arczepiskoposին է կալանավորում։ Դրա համար էլ արքի դատավոր։ Իհարկե Արշակ Սրբազանի գործը այն ամենաակնհայտ գործերից է, եւ եթե դու օրթոդոքս նիկոլական չես կամ իրավապահ մարմինների օրթոդոքս նիկոլական աշխատակից չես, որը այդ հին այսպես արդարացումը ունի, որ մենք պագոնի տակ ենք, մեզ հրաման են տալիս, մենք կատարում ենք, ապա այստեղ հնարավոր չի ուղղակի չտեսնել խայտառակ ապօրինություններ, խայտառակ խտրական վերաբերմունք եւ չհասկանալ, որ ստեղ ինչ-որ մի բան են չի։ Սկսած ընթացակարգից վերջացրած բուն մեղադրանքի բաղադրիչը։ Ընթացակարգային կտորներ են, որ դու բոլորովին այլ գործով որպես դժող մարդուն կանչում ես իբր հարցակնդության, ձևական հարցակնդություն ես անում, մարդը դուրս է գալի եւ դուրսը սպասում են բոլորովին այլ մարդիկ, որոնք նրան ձերբակալում են։ Այսպես, այսինքն այստեղ քննչական մարմինը այն մի գործը քննող քննչական այսպես քննիչները պարզա որ ինչ-որ բան է եղել, օպերացիա է այստեղ եղել։ Իսկ նրանք քննչական գործողությունը որպես պատրվակ են օգտագործում, որպես ինչ էր ասում, պրիմանկա են օգտագործել, այդ ձգնորսական լեզվով ասեմ, որպեսզի մարդուն բռնեն։ Իսկ դա այլ բան չի, քան ինչ որ առումով չարաշահում պաշտոնական դիրքի։ Այսինքն դու չես կարող օրինակ քննչական գործողություն կատարես մեկ այլ նպատակով, քան այդ քննչական գործողության նպատակն է, այսինքն ինչ որ ապացույց ձեռք բերելու նպատակն է։ Չես կարող օրինակ քննչական գործողություն կատարես այն նպատակով, որպեսզի մեկ այլ քրեական վարույթով ինչ որ մեկին ձերբակալել։ Դա չի լինի, դա սխալ է, դա ապօրինի է։ Բայց դրա մասին չեմ ուզում խոսել։ Այսօր ուզում եի խոսել ավելի լայն համատեքստում, ինչ ավելի մասնագիտական բաղադրիչի մասին, որը որ ոչ այնքան մեր մասնագիտությունն, այսինքն իրավաբանություն գումարած այլ մասնագիտություններ, մասնավորապես այսպես ասենք, քարոզչության մասնագետներն են դրա մասին խոսում, ես քանի որ մի քիչ հետաքրքրվեցի, զրուցեցի, մի քիչ կարդացի, ես հասկացա, որ շատ կարևոր բան կարող ենք արձանագրել որպես համակարգային խնդիր, արդեն կայացած համակարգային խնդիր, եւ ես Արշակ Սրբազանի գործը որպես համակարգի մաս կդիտարկեմ հիմա։ Դա այնա, որ Հայաստանում արդեն ամբողջ թափով կիրառվում է Գեբելսյան, այսպես կոչված կեղտոտ ձկան մեթոդը իր սմարթ դրսևորումը։ Դա որն է։ Դա այնա, որ մարդուն պիտակավորելու եւ այսպես ասած բարի համբավը արատավորելու համար ինչ որ մի կեղծ պատմություն ես նրա մասին հորինում, որը կարող հիմնականում ակնհայտ կեղծ կարող է լինել, մարդն էլ սկսում է պայքարել, ասում է չէ, դա այդպես չի, հերքում է, բայց իտոգում այս մարդու անունը հանրության գիտակցության մեջ ինչ որ առումով ասոցացվում է այդ կեղտոտ երևույթի հետ։
կոպիտ ասած կեղտոտ ձկան հոտը մարդուց դժվար է լինում մաքրելը։ Այդ դրա համար էլ կոչվում է կեղտոտ ձկան մեթոդ։ Հիմա Արշակ Սրբազանի գործի էությունը որն է, որ նա իբր թե ըստ քննչական մարմնի նկարագրության ինչ որ ժամանակ առաջ 7 տարի առաջ բան արել հանձնարարել է ինչ որ մեկին, որպեսզի մայրաթորը գրաված այդ թափթփուկներից մեկի պայուսակի մեջ տեղադրեն ինչ որ բան, ինչ է թմրանյութ, իբր թե Արշակ Սրբազանը նման հանձնարարություն է տվել, որը բացարձակ սուտ է, այդ հանձնարարությունը տալու մասով որևէ փաստական տվյալ վարույթում չկա, եւ սա շատ կարեւոր հանգամանք է, որ երեք մենք դրա մասին խոսում ենք, դա բացառապես ենթադրություն է, հիմնված օրինակ այն հանգամանքի վրա, որ Արշակ Սրբազանը դիվանապետն է եղել մայրաթորի եւ մի քանի այլ այսպես նմանաբնույթ հանգամանքների վրա, այսպես ասած ամերիկացիները լավ տերմինը circumstantial հանգամանքների վրա, որոնք որևէ կերպ նման հետևության չեն բերում, բայց Արշակ Սրբազանին մեղադրանք են առաջադրել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար իրացման նպատակով, բայց այդտեղ որն է խնդիրը։ Այդտեղ խնդիրն այն է, որ դուք ինքներդ եք գրում, որ նպատակը իրացնելը չէր, նպատակը վարկաբեկելն էր այդ մարդկանց, ովքեր որ եկել եւ գրավել էին դիվանատունը մայրաթորի վարչական տարածքներում։ Այդ է եղել նպատակը, բա ոնց եղավ իրացման նպատակ, այսինքն որևէ կերպ անգամ ձեր նկարագրության մեջ Արշակ Սրբազանի գործողությունները չէին կարող որակվել քրեաիրավական առումով, որպես թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրացման նպատակով։ Դե դուք ինքներդ եք գրում ձեր տեքստում, որ նպատակը եղել է վարկաբեկել, էլ ոնց եղավ իրացման նպատակը։ Նպատակը այն չի եղել, որ այդ մարդը կոպիտ ասած այդ բան անի, թմրանյութ օգտագործի, չի եղել այդ նպատակը։ Հետևաբար չի կարող լինել իրացման նպատակ։ Դուք ինքներդ եք գրում, բա տեսեք իրավաբանության մեջ թե կալանքի փուլում, թե վերջնական դատական ակտի փուլում երկու խնդիր կա, որ պետք է իրավաբանները լուծեն։ Խնդիր առաջին, արդյոք ներկայացված փաստական տվյալները, իսկ բուն վարույթի ժամանակ ապացույցները արդեն բավարար են փաստելու համար, հաստատելու համար այն վարկածը, այն նկարագրությունը, որ վարույթ իրականացնող մարմինը, քննչական մարմինը, դատախազական մարմինը ներկայացնում է դատարանին։ Արդյոք բերված փաստական տվյալները, արդյոք բերված ապացույցները բավարար են դա հաստատված համարելու համար։ Սա մեկ հիմնական խնդիրը այստեղ է լինում։ Բայց մենք ստեղ գործ ունենք ոչ թե այս բաղադրիչի հետ, այլ մյուս բաղադրիչի հետ, որը հիմա իսկ ասեն որ նա։ Հետևյալն է, արդյոք քննչական մարմնի դատախազության նկարագրությունը, որտեղ ասում է ըստ մեր փաստական տվյալների, ըստ մեր ապացույցների, ես ինչ օրը սենց եղավ, էսի գնաց տեղ, էսի եկավ ստեղից, էսի ասեց էսինչ, եւ արդյունքում սա ստացվեց էսինչ։ Արդյոք քննչական մարմնի, արդյոք դատախազության նկարագրությունը համապատասխանում է քրեական օրենսգրքի այն հոդվածին, որը դրված է այդ մարդու վրա։ Այստեղ է խնդրեմը, որը սովորաբար խնդրեմ չի տալիս այստեղ։ Այ խնդրեմը բուն էստեղ է։ Այսինքն ձեր նկարագրությունը, հələ մի հարց, որ ձեր բերած փաստական տվյալները բավարար չեն ձերից նկարագրությունը հաստատելու համար, բայց դա հələ ջանդամ, դա հələ մի կողմ։ Ձեր նկարագրությունը այդ հոդվածը չի տալի եւ այդ հոդվածը դուք դրել եք հատուկ վարկաբեկման նպատակով։ Սա նոր մեթոդ չի Հայաստանում։ Ես հիմա կբերեմ օրինակներ, դուք կհասկանաք, որ դա արդեն սիստեմա է։ Սա ադրբեջանա-թուրքական սիստեմա վարկաբեկելու հեղինակություն ունեցող մարդկանց, տարբեր հեղինակություն ունեցող մարդկանց, ոչ միայն եկեղեցականների, այլ մարդկանց եւս։ Բագրատ Սրբազանի գործը որևէ իրավաբան, որը այս գործի մասին տեղեկանում է եւ այդ մեծ ծավալի նյութը նայում է, առաջին բանը, որ դրա մտքով ասում է, ընկերներ, որևէ տեղ նկարագրված չի ահաբեկչական գործողության բաղադրիչը։ Ահաբեկչական գործողության բաղադրիչը ընդհանրապես բացակայում է։ Այսինքն ահաբեկչության նախապատրաստությունը չէ, դա իջեցնեմ ինչա, ահաբեկչության նախապատրաստություն եւ իշխանությունը այսպես ինչ է բռնությամբ զավթելու, թե ինչ է, ոնց է այդ հոդվածի։ Մի խոսքով, ահաբեկչության նախապատրաստության մասին եմ ուզում ասել։ Ահաբեկչության նախապատրաստության մասին ընդհանրապես նկարագրության մեջ խոսք չի գնում։ Նկարագրության մեջ խոսք չի գնում։
Եվ մարդկանց մոտ զարմանք է հարուցում, որ լավ, ստեղ ինչ ահաբեկչության մասին է խոսքը, բայց նույն նպատակով է դրվել այս հոդվածը Բագրատ Սրբազանի վրա։ Այդ կեղտոտ ձկան մեթոդի կիրառմամբ, վարկաբեկելու համար, որ տեսեք հայ առաքելական եկեղեցու նվիրապետը ահաբեկչական գործողություններ է նախապատրաստում, որը նկարագրված չի։ Բացարձակ նկարագրված չի։ Նույնը վերաբերում է Արշակ Սրբազանին։ Հայ առաքելական եկեղեցու նվիրապետը տեսեք ինչ էր անում, բաներ անում, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ են իրացման նպատակով զբաղվում։ Նկարագրված չի։ Մեկ այլ օրինակ բերեմ։ Արմեն Աշոտյանի գործը նկարագրությունը նայում ես մի հանրային գրպանից փողը գնացել է մեկ այլ հանրային գրպանի։ Մենք մինչև հիմա պնդում ենք, ասում ենք, այ ընկերներ, սա ոչ միայն հանցագործություն չի, այլ թակարակը սա այսպես շնորհակալության արժանի բան է, որտեղ կոնկրետ բժշկական համալսարանը իր կառույցներով հարստացել է, գույք է ձեռք բերել, այդ գույքը շատ արդյունավետորեն օգտագործում է, գույքի գինը էապես աճել է, անշարժ գույքի մասին է խոսքը, այն գործողությունների հետևանքով, որի համար մեղադրանք առաջադրվել։ Բայց առավել եւս, եթե գումարը մի հանրային գրպանից մյուս հանրային գրպանն է գնում, Արմեն Աշոտյանի որևէ այլ մեղադրյալի գրպանը չի գնացել ոչ մի բան, ոչ մի կերպ, չի կարող դա լինել փողերի լվացում։ Փողերի լվացում լինել դա չի կարող, բայց անունը դրել է փողերի լվացում ինչու, այս նույն կեղտոտ ձկան մեթոդի պատճառով։ Նույն մեթոդա սա, ընկերներ, սա մեթոդա։ Այս է ուզում բանանել։ Գիտեք, կոպիտ օրինակ բերեմ, հիմա, չգիտեմ, ինչ որ մարդու ես լավություն եմ արել, այդ մարդը չի ուզել, որ ես իրան լավություն անեմ, ես ասել եմ, չէ, ես քեզ պետք է լավություն անեմ, ինքը ասել է, չէ, ինձ լավություն մի արա, բայց ես լավություն եմ արել, բարություն եմ արել, եւ բռնեն դրա համար բռնի բարություն անելու հոդվածներ, հետո դու արի ապացուցի, որ այ ընկերներ, սա ոնց կարա բռնաբարություն լինի, ես ոնց է, չէ, արդեն կեղտոտ ձկան մեթոդը աշխատում է, վсё, բռնաբարություն։ Դու մի ասա, սա եղել է ոչ թե այն ինչ որ գիտենք, այլ հարկադրաբար բարություն կատարելու ինչ որ մի բան։ Էդ է բլրիվ։ Սա է կեղտոտ ձկան մեթոդը, սա է աշխատված մեթոդը, այսպիսի վարկաբեկման, որը ֆաշիստների ժամանակ էր կիրառվում, ադրբեջանա-թուրքական, այսպես մեթոդա տրամաբանության շրջանակներում, որի խնդիրը որն է, վարկաբեկել մարդկանց, հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին օրինակ եւ այլն։ Սրա նման ինչ որ մի բան նոր հիշեցի, բերեմ նաեւ տատիկների գործից։ Չնայած այստեղ խնդիրը մի քիչ էլ օրենսդրական է։ Մեր օրենսդրությամբ ընտրակաշարք հասկացությունը ներառում է ոչ միայն փող տալը, այլև այսպես ասած ինչ որ մի բան անելու խոստում ընդունելը։ Բայց երբ որ այդ գործը, հիշում եք, Գյումրի ընտրություններից հետո բացվեց, նրանք չէին ասում, որ այստեղ խնդիրը խոստման մեջ է, այլ ընտրակաշարք, մարդիկ հասկանում են, որ փողի մասին է խոսքը, բայց նկարագրության մեջ փող չկա ընդհանրապես։ Ման են եկել, ամեն կերպ, որ չեն գտել, որտեղ չի եղել։ Եվ անունը դրել են ընտրակաշարք, բայց ոչ թե բոլորիս, այսինքն սովորական մարդկանց համար հասկանալ, ընտրակաշարք լսում են միանգամից փող, չէ, այլ իբր թե ինչ որ խոստման ընդունման մասում։ Բայց մարդկանց գիտակցության մեջ այս նույն կեղտոտ ձկան մեթոդով մտա, որ ԱՏՆ-ը ընդդիմությունը ընտրակաշարքեր բաժանում, բռնվել է, էս էլ մարդուն հեսա դատում են, իսկ փող էր բաժանում։ Ընտրակաշարք սովորական գիտակցության մեջ որևէ կերպ չի ասոցացվում խոստում ընդունելու գաղափարի հետ։ Այլ ասոցացվում է փողի գաղափարի հետ։ Ասածս ինչ է, այս նույն մեթոդն է, որ կիրառվում է, գիտականորեն նաև ուսումնասիրման ենթակա է, թե քանի անգամ ոնց է Հայաստանում կիրառվել, ես բերեցի ամենացայտուն օրինակները, կարծում եմ օրինակները ավելի շատ են, հիշեցնենք։ Վերջի օրինակ, Արշակ Սրբազանի եւ թմրանյութերի կապ տալը Գեբելսյան ուղիղ կեղտոտ ձկան մեթոդի կիրառում։ Նույնը վերաբերում է Բագրատ Սրբազանի վրա ահաբեկչության հոդված դնելուն։ Սա շատ նման է այն, ինչ որ տարիներ առաջ արվեց Արմեն Աշոտյանի հետ, երբ որ բացարձական հիմն ձևով որակվեց նրա գործողությունը փողերի լվացում, որ հետո եվրոպացիներ բաներ ասելեցին, չեք անում, ասում են, ոստե փողերի լվացման մեջ է մարդը մեղադրվում, որ փողերի լվացման մասին խոսք լինել չէր կարող։ Տատիկների գործի օրինակը բերեցի եւ որպեսզի ավելի հասկանալի դառնա, մի քիչ տենց հիպոթետիկ օրինակ բերեցի, որ մարդը ինչ որ մեկին հարկադրաբար բարություն անի, ահա դնեն բռնաբարություն։ Դե արի ու ապացուցի, վсё, այդ կեղտոտ ձկան հոտը արդեն կպավ մարդուն։ Մի խոսքով, հարգելի քաղաքացիներ, լավ եղեք, բարություններ արեք, բայց բռնի բարություններ մի արեք, որ
եղտոտ ձկան մեթոդը ձեր նկատմամբ չկիրառվի։ Հաջողություն։